Վերջին զույգը, ում հետ աշխատում էի, կինը ուներ հետևյալ գանգատը. Անի ջան, մենք ամուսիններով իրարից փախած ենք ման գալիս։ Աշխատանք, երեխաներ, շաբաթ-կիրակի օրերին ընտանեկան միջոցառումներ, բայց արդյունքում չեմ հիշում վերջին հազարամյակում երբ ենք մենք իրար հետ նստել խոսելու, երբ ենք իրար առհասարակ լսել։ Այսպիսի զույգերին առաջին հայացքից նայելով կարող ես մտածել, որ նրանք որևէ խնդիր չունեն, բայց ոչ թե խնդիր չկա, այլ պարզապես նրանք խուսափում են իրարից։ Եվ ցավալին այն է, որ նմանօրինակ զույգերը թերապիայի մեջ կարող էին իրար լսել առանց քննադատության, առանց մեղավորներ փնտրելու, ուղղակի կարող էին լսել իրար, նայել իրար աչքերի, փորձեին հասկանալ, որտեղ են իրար կորցրել, որտեղ են հասել այն կետին, որ հասկանում են, որ չունեն ներքին բավարար ռեսուրս առճակատվելու խնդիրներին, լուծումներ գտնելու, ուղղակի որոշել են խուսափել։ Եվ հաճախ նաև, երբ որ զույգերը չեն կարողանում մեկտեղվել եւ խոսել իրենց դժվարությունների մասին, նրանք նմանօրինակ ակնարկները անում են ընկերների ներկայությամբ, խոսում են գոլեգայի մոտ եւ ցավալին այն է, որ երբեմն հուզական կապ է ստեղծվում մեկ այլ անձի հետ, մեկը ով իրեն լսեց, մեկը ով իրեն հասկացավ, մի թույլ տվեք, որ ձեր երկու այդ սիրելի զույգային հարաբերությունների մեջ հայտնվի երրորդ անձ, ով լսող ականջ կլինի։ Խոսեք իրար հետ, հաճախեք թերապիայի, մի հետաձգեք ձեր հրատապ առաջնահերթությունները։ Ինչպես հասկանալ, դուք իրականում իրարից խուսափում եք, թե պարզապես հոգնած եք։ Ինչպես հասկանալ, դուք ունեք այդպիսի մշակույթ, որպես զույգ նստել, նայել իրար աչքերի եւ խոսել։ Սովորաբար այսպիսի հարցերը բարձրացնում են կանայք, թերապիայի գալիս են կանայք։ Դա էլ լավագույն ելք է։ Հաճախ մենք կարողանում ենք իսկապես թեկուզ միակողմանի աշխատանքում հասնել արդյունքի եւ կան նաեւ հրաշալի դեպքեր, որ ամուսինը եւս ներգրավում է թերապիայում։ Օգնություն խնդրելը երբեք թուլություն չէ։ Մի խուսափեք իրարից, մի փախեք իրարից։ Հաճախեք միասին ընտանեկան թերապիայի եւ լուծեք ձեր խնդիրները։